Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է, գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Ռևիոն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Աբրահամ Գասպարյանին։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գասպարյան, նախորդ շաբաթ հայտարարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կետերի համաձայնեցման մասին։ Դրան հետևեց Ադրբեջանի այն հայտարարությունը, որ մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը, նրանք չեն պատրաստվում դա ստորագրել։ Իհարկե այլ պահանջներ էլ կան, բայց այս ամենը ընթանում է մի գործընթացում, երբ Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանին սպառնում է պատերազմով։ Նրանք արդեն քարոզչությունը սկսել են, ասում են իբր հայկական կողմը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, սրանով ֆոն են նախապատրաստում, եւ սա տեղի ունենում մի պայմաններում, երբ որ Միացյալ Նահանգները Ռուսաստան բանակցություններ են ընթանում Ուկրաինայում կոնֆլիկտ հանգուցալուծելու վերաբերյալ, Թուրքիայում է լարված իրավիճակը, այս բոլոր գործընթացների եթե իմի բերենք, ինչ իրավիճակ ունենք, արդյոք այն, ինչ կատարվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին է։ Անցած տարվա հոկտեմբերին, երբ հապշտապ փաստաթուղթ ստորագրելու նույն նախաձեռնությունը կար եւ նույն փութաջանությամբ էին Հայաստանի իշխանությունները աշխատում այդ ուղղությամբ, ես իմ հարցազրույցներից մեկում կարծեմ ձեզ մոտ եմ ասել, որ պատերազմ չի լինի, մինչև Միացյալ Նահանգների Սպիտակ տանը վարչակարգի փոփոխություն տեղի չունենա, վարչակազմի փոփոխություն տեղի չունենա։ Բազմաթիվ հանգամանքներ կային, որ կարող են ասել այդ պատուհանը, որ բացվում է, հա, ինչպես 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ Թրամփին փոխարինելու եկավ Բայդենը, այդ ընթացքում նախագահական ընտրություններ ամերիկյան եւ այլն։ Ես կանխատեսում էի, որ դա մինչև ապրիլ կհետաձգվի պայմանավորված աշխարհակահաղական մի շարք պայմանավորվածություններով եւ վերադասավորումներով։ Տեսեք, այս պահի դրությամբ ես համարում եմ, որ պատերազմ մասշտաբային այս պահի դրությամբ չի լինի։ Կլինի բլիցկրիգ, հնարավոր է, կլինի ռազմավարական դիրքերի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն սահմանելու ռազմական օպերացիա, կլինի, հնարավոր է այսինքն, բայց մասշտաբային պատերազմ մղելու համար նշանակում է տարածաշրջանում նոր անվտանգության ճարտարապետություն ձևավորելու շեմին գտնվող այս տարածաշրջանում եւ Պուտին-Թրամփ պատմական հանդիպումը չկայացած պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ կլինի մեծագույն արկածախնդրություն, որի համար Ադրբեջանը չի կարողանալու տակից դուրս գալ առաջիկա մի քանի տասնամյակում։ Որովհետև Հայաստանի միակողմանի կապիտուլյացիան, Ռազմիկ ջան, միակողմանի կապիտուլյացիան հօգուտ Ադրբեջանի լինելու է շատ ծանր բեռ Ադրբեջանի համար, որը չի կարողանում դրա տակից դուրս գալ։ Խնդիրը պետք է դիտարկել բազմաթիվ կողմերից եւ միայն չպետք է կենտրոնալ Հայաստան-Ադրբեջան նարատիվ։ Պարզ է, որ սրանք փորձում են փուչիկ ներկայացնել, հա, որ սպիտակ թուղթ եմ տալիս, ասում եմ Ռազմիկ ջան, ինչ ուզում ես ստորագրի։ Պարզ է, թե մեր հերոստատիտողին բացատրենք ինչ է անում այս իշխանությունը այդ խաղաղության անվան տակ։ Տակը գրում է ստորագրություն, այսպես տակ ստորագրում եմ եւ տալիս է, ասում է Ռազմիկ ջան, եւ վերև գրում եմ խաղաղություն։ Հիմա դուք այստեղ խաղաղություն բառի տակ ձեր ստորագրում ինչ ուզում եք գրեք, միայն թե խաղաղություն, Ալիև, Փաշինյան այս 3 առանցքային բառերը լինեն, մեջը ինչ կլինի, կլինի։ Դե պարզ է, որ սրանից բացի կան նաև ացանցիալ պայմաններ, որոնք թղթին չեն հանձնվում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանը չի ստորագրում։ Մգալուց են դրան։ Այսինքն մենք գործ ունենք պաշտոնապես գոյություն ունեցող փաստաթղթի, որը 17 կետից է բաղկացած, որը իբր խոսում է խաղաղության մասին, երկու պետությունների միջև հարաբերություններ, բլա եւ այլն։ Եվ գոյություն ունի չգրված բանավոր պայմանավորվածություններով ացանցիալ պայմաններ, որոնց մասին Ադրբեջանը պարբերաբար սպրտում է մամուլ Հիկմետ Հաջիևի եւ Բայրամովի միջոցով։ Խոսքը վերաբերում է Հայաստան Սահմանադրության փոփոխությանը եւ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ փաթեթավորում է իրական չէ, դուք ասես ճանապարհ մյուսը կասի միջանցք։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապելու համար անխոչնդոտ անարգել ճանապարհ։ Հիմա այստեղ հարց։ Այնպես չէ, որ թուրը վերցրած դիգապտի ասի, ես պատերազմ եմ սկսում, օրը ցերեկով միջանցքը կբացես։ 3 գործոն եմ ուզում անդրադառնալ։ Նախ առաջին, եթե դու որպես հայցում, որպես հայ ժողովրդում վերացել ես, եթե դու գոյություն չունես, ուրեմն թող գա ինքը քո տարածքը փոկի, կտրի, տանի։ Ուրեմն մենք արժանի ենք, եթե չենք դիմադրելու։ Սա մեկ։ Երկրորդը, Իրանի դերակատարումը, որը չի կարող հաշվի չնստել այդ դերակատարման, ոչ Ադրբեջան, ոչ Թուրքիան, չեն կարող հաշվի չնստել։ Եվ եթե թուրքական գործոնի զսպվածությունը կամ սողացող ագրեսիան Հայաստան պայմանավորված է իրանական գործոնով, իրանական գործոնի արկայությամբ, ապա երկրորդը ռուսական գործոնն է։ Այսինքն ռուս-իրանական համաձայնությունը անկախ իրենց ունեցած հակասություններից, անկախ իրենց ունեցած շահերի բախումից, մերձավորվելքում կամ այլուր, Ռուսաստանն ու Իրանը զսպող մեխանիզմ են առհասարակ հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռումները պահելու առումով։ Բայց արդյոք նույն դիրքորոշումն ունեն նույն այդ միջանցք կոչվածի վերաբերյալ, որովհետև Իրանից հայտարարում են, որ միայն իրենք են դեմ տարածաշրջանում դրա իրականացմանը։ Տեսեք, հիմա քաղաքականությունը այս վերջին 10 տարում քաղաքական պլանավորումը առհասարակ եթե մենք մեթոդապես քաղաքագետներս բաժանում ենք կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, այսպես ասած 5, 10, 20 տարվա կամ հայեցակարգային 30 տարվա կտրվածքով, հիմա այդ հաշվարկները փոխվել են։ Կարճաժամկետը մինչև 1 տարի է, միջնաժամկետը մինչև 2-3 եւ երկարաժամկետը 5 տարի, հիմա երկարաժամկետ ոչ ոք չի պլանավորում, բացի գերտերություններից, հա։ Դրանով պայմանավորված քաղաքական գործընթացների տրամաբանությունը, փիլիսոփայությունը փոխվել է ռազմիկ ջան։ Հիմա ոչ ոք չի կարող ասել, որ 3 տարի հետո այսպես կլինի։ Հիմա խոսում է շատ կարճ ժամանակահատվածում ինչ-որ խնդիրներ լուծելու մասին։ Դրանով է պայմանավորված, որ Իրանի դիրքորոշումը կարող է լինել սողացող, այնպես ինչպես Ռուսաստանի դիրքորոշումը։ Հիմա տեսեք, Արցախում կար ռուսական ներկայություն, հիմա չկա ռուսական ներկայություն, որովհետև կենտրոնացած էին Ուկրաինայի վրա։ Ուկրաինային զուգահեռ ծագեց Սիրիա, մերձավոր արևելք։ Հուսիներ, Կարմիր ծով, միջանցքներ, ջրային եւ այլն, սա երրորդ խնդիր։ Մինչեւ այս խնդիրների փաթեթները սեղանին չդրվեն, Պուտին-Թրամփ եւ չկայացվի ընդհանուր կոնսենսուս գումարած հարավային Կովկաս, Բալկաններ, Միջին Ասիա, տեսեք, որ կետերը որտեղ կան։ Սրանք փաթեթները, որոնք պիտի դրվեն բանակցային սեղանին։ Եվ մեկը մյուսի հետ կապված է, այնպես չէ, որ օրինակ ռուսական գործոնի դերակատարման նվազումը հարավային Կովկասում չի անդրադառնալ մերձավոր արևելքում ռուսական ավիաբազաների կամ ընդհանրապես Տարտուսում եւ Խմեյնիի ռազմաբազայում իրենց ներկայության վրա մեկը մյուսի հետ կապված է, նույնն էլ Իրանին է վերաբերվում։ Տեսեք Իրանին ինչ արեցին, Իրանին սկսեցին 2023 թվականի հոկտեմբերի 7, երբ Գազայում սկսվեց ինթիֆադան, Իսրայելը խնդիր էր դրել ոչ թե Համասին մաքրագործել, ոչ միայն Համասին մաքրագործել, այլ Լիբանանում եւ Սիրիայում Իրանի դերակատարումը նվազեցնել։ Իրան փորձեց դիմադրել, հիշում եք նույնիսկ։ Սա արեցին, բայց դա ավելի շատ ֆիկտիվ էր, քան ըստ էության, որովհետեւ դրան զուգահեռ Իրանը շատ լավ հասկանում էր, որ պետք է Միացյալ Նահանգների հետ բանակցել, որովհետեւ Իրանում ի տարբերություն այստեղի դեղնակտուցների պետական ավանդույթները եւ ինստիտուցիոնալ հիշողությունը շատ ուժեղ է եւ իրենք շատ լավ գիտեն, երբ պետք է բանակցել, երբ պետք է զիջել, երբ պետք է հեռետորությունը փոխել, երբ պետք է ընթառաջ գնալ։ Եվ իրենք հիմար չեն, որ Ամերիկայի նման պետության դեմ պատերազմի դուրս գան։ Ով կհամարձակվի Ամերիկայի դեմ դուրս գալ պատերազմի։ Եթե նվազագույն միջուկային տերություն չես, այն էլ հարց է հաջողության տոկոս, հա։ Այս բոլորին զուգահեռ ինչու եմ ես ասում, որովհետեւ Իրանը շատ լավ հասկանալով այդ ամբողջը իր պրոքսի ներկայացուցիչներն մերձավոր արևելքում չասեմ վաճառեց, զիջեց։ Հեզբոլլայից սկսած մինչև Բաշար Ասադ, մինչև միլիշիաների իր զինյալ խմբավորումները որ կան։ Այսինքն Ամերիկա-իսրայելական նպատակը առհասարակ միջին արևելքում, մերձավոր արևելքի միջին հատվածում, Սիրիայում եւ Լիբանանում կոնկրետ Իրանի դերակատարման նվազումն էր։ Հիմա դա սողացող է, քարտեզը որ պատկերացնեք, խնդրենք ընթացքում, եթե մեր ընկերները մերձավոր արևելք քարտեզ ցույց տան, մեր հերոստատիտողներ կպատկերացնեն։ Լիբանանից դուրս եկավ, Սիրիայից դուրս եկավ։ Ինչու դա արեց, որովհետեւ
գոյություններ շիական կիսալուսին հասկացությունը, որը Իրանի իսլամական հեղափոխությունից հետո դեռ 2003-4 թվականն էր գաղափար առաջին անգամ իշխանություն թագը ստանձնած Հորդանանի թագավոր Հոսեյնի որդին էր Աբդալլահ բին Հոսեյնը, որը հստակ նշեց, որ Թեհրանը Թեհրան չէ միայն, այլ գոյություն ունի մի քանի իրանական շահերը սպասարկող պետություն։ Խոսքը վերաբերում է Սաուդի արաբական երկրներից Բահրեյնին, որտեղ շիական մեծամասնություն կա, այսպես քարտեզով գալիս է Իրաք, Սիրիա, Լիբանան, եւ դա անվանեց Լիբանանից էլ գալիս է դեպի Կարմիր ծով, արդեն հասնում է դեպի Հուսիներ, այսինքն իրանական ռազմաստրատեգիական, տնտեսական, քաղաքական, անվտանգային հետախուզական ազդեցության երկրները։ Այդ փոչերը սկսեցին կտրել հերթի հիմա տեսնում եք Եմենում ինչ է կատարվում։ Հերթի Իրաքինն է եւ հետո Իրանի նկատմամբ ամբողջությամբ անակոնդայի քաղաքականություն է իրականացվում։ Սաուդի արաբական երկրներում, կոնկրետ Քաթարում, ամենամեծ ամերիկյան ռազմաբազան ամբողջ աշխարհում։ Ինչու համար է արվում այդ ամբողջը, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ Իրանի միջուկային ծրագրի ռազմականացման վտանգը կա եւ այնպես են անում, որ կարողանան հավասարակշռություն պահել։ Տեսեք, քարտեզը մեր գործընկերները ցույց են տալիս, այդ կիսալուսնի հարցը շատ པարզ է։ Եթե մենք սա չհասկանանք, ռազմիկ ջան, չենք հասկանա մեզ սպառնացող վտանգներ, որովհետև օրգանապես կապված ենք մենք եւ Իրանի հետ եւ մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Բայց տեսեք, արևմուտքը հիմար չէ։ Արևմուտքը մինչև վերջ սեղմակին չի սեղմում, որովհետև շատ լավ հասկանում է ռեեսկալացիայի վտանգը։ Հիմա եթե Իրանին բոլոր տեղերից ճնշեն, բոլոր նշանակում է, որ Իրանին կմնա բացառապես մեկ բան դուրս գալ միջուկային զենքի կամ սպառազինության չտարածման պայմանագրից եւ ինքը կարող է դառնալ անկանխատեսելի։ Դա է պատճառներից մեկը, որ Թրամփը միջնորդավորված բանակցություններ է ուզում տանել, այսինքն Ռուսաստանին բերեց խաղադաշտ, որպես Իրան։ Դրանով իհարկե ոչ թե պրոիրանական քայլ է անում կամ պրոռուսական Թրամփը շատ խորամանկ քայլ է անում դրանով։ Որտեղ այդ բանակցությունների ձախողումը վերագրվելու է Իրանին եւ Ռուսաստանին եւ երկուսին լարանքից փորձելու է հանել։ Եվ միջազգայինորեն փորձելու է հեղինակազրկել նրանց առհասարակ։ Իսկ Թուրքիայում արկա այս իրողությունները, այս գործընթացների վրա որևէ կերպ կարող են անդրադառնալ, թե սա պարզապես ներթուրքական գործընթաց է։ Ես ավելի շատ հակված եմ, որ սա ներթուրքական իհարկե ունի արտաքին շերտեր, խորքային շերտեր են։ Եվ բոլորը փորձելու են օգտագործել այս վիճակը, հատկապես որ քրդերը կարող են ակտիվանալ։ Մենք քրդական գործոն առհասարակ անտեսում ենք, բայց վերջին 10-15 տարվա ընթացքում ինքը գործիքից դարձավ գործոն այս տարածաշրջանում։ Մասնավորապես իսլամական պետություն տերորիստական կազմակերպության դեմ պայքարի շրջանակում քուրդ-ամերիկյան համագործակցության։ Տեսեք, չէ, դուք մի քաղաքապետ ունեք, այդ թվում ես էլի, այնպես չէ, որ միայն ձեզ եմ վերագրում, սարկազմով եմ ասում ուղղակի, որ մեր Հայաստանում ապրող քուրդ հայրենակիցներին շատ լկտի եւ ցինիկ ձևով է փորձում ծաղրելով, քուրդի փափախ եւ այն այդպիսի արտահայտությունը բանալու, բայց թող գնա մի հատ Էրբիլ, ինքը քաղաքապետ է, չէ, թող գնա մի հատ Էրբիլ։ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք։ Քրդստան ռեգիոնալ կարող թող տեսնի քաղաք ինչպես են ստեղծում, ինչպես են պահում։ Թող ինքը միայն այդպես են ծաղրանքով բանով չի էլի։ Քրդստանի ռեգիոնալ կառավարման տարածաշրջանը այսօր համարվում է ամենաարդիական քաղաքներից մեկը ամբողջ աշխարհում իր Շիմպլանից սկսած մինչև կազմակերպվածություն, կարգապահություն եւ Դուբայից Աբու Դաբից Էմիրությունների այդ բարձրակարգ որակյալ քաղաքներից ոչինչով չի տարբերվում, այսինքն իրենք հասցրին դա սարքել։ Նույնը ինչու եմ սա այս օրինակ մեջ բերում ռազմիկ ջան, որովհետեւ քրդերը շատ զարգացան։ Շատ առաջ գնացին։ Եվ զենքին տիրապետելու, ժամանակակից զենքին, ել չմնաց է իրենք նույն ասենք PKK-ն 70-ականներին ստեղծված մարքսիստական ձախակոմյան կուսակցություններ։
Գաղափարախոսություն հիմա մի կողմ թողենք, վաղուց մնացել է պատմության դասագրքերում։ Գաղափարախոսության թարմացումից սկսած մինչև իրենց օգտագործած զենքերի տեսականին իրենք շատ ժամանակակից են, մինչև կանանց ներգրավվածությունը, կանանց տոկոսները, աղջիկները, որ պայքարում են։ Այսինքն իրենք դարձան գործոն եւ իրենք իսլամական պետության դեմ պայքարում ստացան մի հատ մեծ բոնուս ամերիկյան կառավարության մոտ։ Եվ դա խաղաքարտ է այսօր ամերիկացիքի ձեռքին նույն Թուրքիայի վրա ճնշումներ իրականացնելու համար։ Որքան կազդի Էքրեմ Մամօղլուի ձերբակալությունը այս ամեն ինչի վրա։ Ինչ որտեղ թե Ռուսաստան, թե Միացյալ Նահանգները փորձելու բնականաբար այդ խաղաքարտը օգտագործել։ Նույն ասենք Էրդողանի հաջորդ ամիս գնալու է Թրամփի հետ հանդիպի եւ կարծում եմ, որ Թրամփը հենց տեսնի, որ ճշմարտ լրացուցիչ լծակներ չկան, ամերիկյան ամբողջ ագիտպրոպը ամբողջ աշխարհում է սկսելու խոսել մարդու իրավունքների ոտնահարման մասին։ Նույնի Մամօղլուի նկատմամբ, որ ժողովրդավարական արժեքների բլա եւ այլնի պահպանն է։ Այդպես է հռչակվում։ Իրենք փորձել են օգտագործել, բայց ըստիս այս ներքին խնդիրը, սա ներքին խնդիր է, Էրդողանը գնալու է շատ կոշտ քաղաքականության, որտեղ ինքը կոշտ քաղաքական գործիչ է, գումարած դրան պոպուլիստ։ Մի հատ ունենք այստեղ դրա նմանը։ Նման են, բայց ինձ թվում է գործելավոճի առումով բռնությունների կողմ լինելու եւ պոպուլիզմի առումով իրենք շատ նմանություններ ունեն։ Երկուսն էլ քաղաքական քվե մուրալու համար ուշները գնում են։ Ես քան որ Թուրքիան ներսից գիտեմ, նաեւ գիտեմ թե Էրդողանի ինչպիսի ամբողջահաճո քաղաքականությամբ 23 տարի մնացել իշխանությունում, ֆյուղեղից ավելի է։ 23 տարիով է մնում իշխանությունում։ Թետչերը, որը ամենապահպանողականն էր այն ժամանակ Բրիտանիայում մի քանի շրջան մնաց, հետո Անգելա Մերկելն էր, կանայք են հիմնական, որ երկար մնում էին, վերջը եղավ այն, որ իրենք էլ դուրս եկան էլ իշխանությունից, բայց 23 տարի մնում է եւ երկաթե բռնուցկով է ղեկավարում։ Բանակը չեզոքացրեց, իր վերահսկողության տակ վերցրեց, ազգային անվտանգության խորհուրդը ամբողջությամբ դարձեց քաղաքացիական իշխանության հակակշռի տակ, գյուլենական շարժում, որ իր գլխավոր մրցակիցներ Ֆեթուլա Գյուլենին կամ ֆեթոյականներին չեզոքացրեց, հիմա երրորդ թշնամու որոնումն է նշանակումը Իմամօղլու, ՋՀՊ, Հանրապետաժողովրդական կուսակցություն, այսինքն ինքը մարտահրավեր է նետում թուրքական պետության հիմնադրի կուսակցությանը, որը մարմնավորում է Թուրքիայում աշխարհիկության սկզբունքը, ոչ թե իսլամական սկզբունքը։ Կան արդյոք բջիջներ Թուրքիայում, որոնք դեռ չեն ակտիվացել, բայց նրանց ազդեցության գործակիցը բավական ցածր է, որտեղ 2016-ի ռազմական հեղաշրջման տապալումից հետո Էրդողանն հաջողվեց եւ Հական Ֆիդանի միջոցով, որը հիմա արտգործնախարարն է, որին նշանակեց ազգային հետախուզական ծառայության մի ղեկավար եւ գեներալիտետի, իսլամիստ գեներալիտետի, այսպես իսլամական հայացքներ ունեցող չափավոր իսլամիստական Նեժարը թեքել ամբողջությամբ իր կողմը եւ այդ բոլոր բողոքող բորբոքված բջիջների աշխարհիկության եւ ֆինանսական աղբյուրները կտրեց։ Պարոն Գասպարյան, դուք շատ լավ վերլուծեցիք աշխարհաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում առկա իրավիճակը, հիմա եթե անդրադառնանք հայ-ադրբեջանական գործընթացին, այս ամենի պայմաններում ինչ իրավիճակ ունենք եւ ինչ է սպասվում։ Իշխանություններն ասում են այլընտրանք չկա, եթե չենք ստորագրում խաղաղության պայմանագիր, լինում է պատերազմ, ժողովրդին ըստ էության ահաբեկում են պատերազմով եւ որևէ այլ խոսակցություն համարում են պատերազմի քարոզ։ Ես հաճախ այդ օրինակին պատասխանում եմ օրինակով։ Ասում եմ մեկ է տակ գալու է վերցնի, չէ։ Խնդիրը ձևակերպել, որ ես այս ճանապարհը ուզում եմ։ Պայքարես, չպայքարես, գալու եմ վերցնեմ։ Հոխորտում է, ասում է ինքը։ Որն է քեզ համար ընդունել տարբերակ։ Պայքարես, ունենաս հնարավորություն դիմադրելու, չհանձնելու, թե պարզապես հանձնես գնաս։ Եթե մենք երկրորդ տարբերակին ենք այստեղ Ռազմիկ ջան, էական չի Նիկոլա, Ճիկոլա, չգիտեմ ով է, ինչ Քաջնազարը ինչ կասի։ Կարևորը մենք ինչ կասենք։ Բայց այստեղ այլ հարց է առաջանում։ Ժողովուրդը պայքարում է, պահում է, բայց թղթով հանձնում է։ Այդ դեպքում ինչ անել։ Մենք մեծ ավելի շատ մեծ բանի մասին ենք խոսում։
Ես անձնապես եմ ասում, տեսեք, որպես խնդիր շատ չբարթացնենք, մեր ժողովրդի զավակներն էլ շատ լավ պատկերացնեն, շատ իրենք զգում են։ Իրենք այդ ամեն ինչը զգում են, այնպես չէ որ մեր ժողովրդը չի զգում էլի։ Հիմա այդտեղ պետք չի դնեն մեր ժողովրդին։ Ես նստած Երևանում իմ քթի տակ 400 կիլոմետր էլի, ինչ է մեղրի, ագարակ։ Ինքը պիտի գա կտրի անցնի ու ես չխոսեմ, ես չպայքարեմ, ես որևէ գործողություն չանեմ, ես չգնամ անձնազոհության։ Երևանում նստեմ ինչ անեմ, կասեք, գնամ ինչ անեմ, կաֆեում նստեմ, լավ ապրեմ, փող ինչ անեմ։ Հարցը այսպես պետք է դնել։ Եթե հարցը մենք դնում ենք այլ կերպ, որ մեկ է սրանք ստորագրելու եւ այլ, մեկ է չկա, մինչեւ մենք պայքարը մինչեւ կռիվ, պայքարը մի քիչ ավելի абստրակտ հասկացություն է։ Սրա համար կռիվ պետք է տալ, հողի համար կռիվ պետք է տալ, արժանապատվության համար կռիվ պետք է տալ։ Ու մենք չենք կարող նստած ձեռքներս ծալած ասենք, այո, 44 օրյայի ժամանակ գիտեմ ինչ եք ասել։ Մենք տվեցինք կռիվ։ Մեր տղերքը տվեցին կռիվ։ 4000 մարդու տղու արյունը թափված։ Եռաբլուր մի ամբողջ քաղաք է։ Հիմա ուզում ենք եւս մեկը կրկնվի։ Ընդ որում ոչ թե կռիվ տալով է, կռիվ չտալով ես դու երկրորդ եռաբլուր ունենալու։ Դու եթե կռիվ չտվեցիր, երկրորդ եռաբլուր ես ունենալու, որովհետեւ ինքը քեզ չի հարցնելու, որովհետեւ դու իր համար ոչ մի նշանակություն չունես։ Դու իր համար ընդամենը ճանապարհին կանգնած ինչ որ մի խոչընդոտ ես, որը պետք է վերացնի։ Վերջին 120 տարում բան է փոխվել Ռազմիկ ջան։ Ես ավելին չեմ ասում, չեմ ուզում գնալ, որովհետև հայ-թուրքական խնդիրը 800 տարվա խնդրեմ է։ Մարդկության քաղաքակրթության խնդիրն է։ Եվ երբ ես ասում եմ հայ-թուրքական խնդրեմը կարգավոր կնճիռը կարգավորելիս պետք է ներգրավել ամբողջ աշխարհին, հենց այնպես չեմ ասում եմ։ Ես երբ ասում եմ, որ չի կարելի հայ-թուրքական մասնատված այսպես բանակցությունների գնալ, ոչ թե որովհետև չեմ հասկանում որպես քաղաքագետ միջազգային հարաբերությունների մասնագետ, որ այո երկում հարաբերությունները բանակցությունները այդ դասագրքային հիմար ճշմարտությունները որ գրած է, ոչ, որովհետև հայոց ցեղասպանության խնդիր կա, որը մարդկության լինելիության խնդիրն է, դրա գնահատականը, արժևորումը մարդկության խնդիրն է, ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բացվեց, սահմանը բացվա կարող փակվել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև թուղթ ստորագրվեց, հարց չկա, այս թուղթը տվեցինք, ստորագրեց, վա կարող է ասել սադրիչներ ունես սահմանին, որոնք անվտանգության խնդիրներ են առաջացնում ինձ համար։ Ինչ ես անելու։ Եվ ավելին ասեմ, այդ բանակցություններում Ադրբեջանը գոնե թիկունքին Թուրքիա ունի, դու ով ունես։ Ում ունես դու։ Թուրքիա։ Էլի Թուրքիա, ճիշտ է։ Այդ ես եմ ասել։ Շատ ճիշտ է։ Այս վերջերս էլի մի բան էլ ասեցի։ Բոլոր նրանք, ովքեր անվտանգության հովանոց են փնտրում, հայտնում են Էրդողանի հովանոցի տակ։ Զելենսկին վկա։ Սիրիայի նոր նախագահ ժամանակավոր Ահմադ Ալ-Շարա թուրքական պրոյեկտ է, չէ, ամբողջ կապ չունի Համազգեստանից մորուք է թողել, մեկ է տակ ամբողջությամբ Էրդողանն է։ Սա արտաքին քաղաքական հովանավորության հարցում միակ արտաքին լեգիտիմություն ունեցող ղեկավարը Էրդողանը, որը սրան պահում է մինչև օրս։ Բայց տեսեք, այս ամբողջը շատ հետաքրքիր խաղի շրջանակներում է գնում, այսինքն Անկարա, Երևան, Բաքու, այս մակընթացությունը անդադ ինչ է լինում, Թուրքիան անմիջականորեն չի սպառնա Հայաստանին։ Էրդողանը իհարկե որպես կլասիկ ֆաշիստ մի քանի հայտարարություն արել է հակահայկական, հա։ Բրազգեն արժանապատվությունից վիրավորում է, երբ ինձ հայ եք ասում կամ ծնողներից մեկը հայ է եղել եւ այլն։ Այդ բոլորը մի կողմ։ Բայց ինքը որպես պետության ղեկավար իլուր աշխարհի չի կարող է ասել ես տանկես մտցնում եմ Մախրոյանը անցնում եմ մտնում եմ Երևան, չի կարող նման բան լինել։ Դրա համար այդ սողացող կապիտուլյացիայի մոդելը, որ ինքը իրականացնում է Ադրբեջանի միջոցով լինում, ինչ ասում է Էրդողանը սրան, Փաշինյանն ասում է գնա Ալիևը ինչ կասի, կանեք։ Ալիևը կասի,
ճանապարհ պիտի տրվի, համանadrություն պիտի փոխվի, փոխեք։ Նոր մենք կմտածենք, ձեզ ճանապարհ տալիս ենք կամ սահմանը բացում ենք, ես ենք անում, այդ ենք անում։ Կամ առաջ խաղացում կլինի հայ-թուրքական կարգավորման գործընթացում կմտածենք, կատարեք նախ Ադրբեջանի պայմանները։ Մարգարայի կամուրջը 2 անգամ է աս վերջին 3 տարվա ընթացքում բացվել, երկուսն էլ ոչ հայկական նպատակներով։ Մեկը բացվեց, այո, Սիրիայի մեր եղբայրական ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելու համար, եւ երկրորդը Արցախի հայաթափքից առաջ։ Այս 2 անգամն է եղել, այսինքն դրանից ավել անի վերականգնման կամուրջի վերականգնման ինչ-որ պլաններ, ծրագրեր տանվում են, այս մարդիկ ասում են դուք մեր հետաքրքրությունների դաշտում չեք, դուք մեզ չեք հետաքրքրում, մենք ավելի կարևոր բաներ ունենք։ Դրա համար Թուրքիան չի զբաղվում անձամբ այդ ամեն ինչով։ Դրա համար սա սողեսող կամ իրեն տեսնելով այսպես ոստվոս տալով գնում է Էրդողանի ոտքերը պագանելու, ասելով հա միայն խնդրում եմ երաշխավոր կանգնի, որ Ադրբեջանը չարցակ, որպեսզի ես վերարտադրվեմ, հետո ինչ պետք է կփոխենք, այդ ածանցյալի մասին է խոսքը, բայց այդ ածանցյալ կետերն էլ է Ադրբեջանը բացահայտում։ Հիշեք Շուռնուխը ոնց հանձնվեց, Ռազմիկ։ Շուռնուխը հանձնվեց գաղտնի պայմանավորվածությամբ։ Չկար չէ, որևէ փաստաթուղթ չկա, չէ։ Դրանք այն պայմանավորվածությունները, որոնց ձեռք են բերվել բանավոր, դրանք գրավոր չեն։ Տրվեց օրը ցերեկով մենք արթնացանք, տեսանք, որ գյուղի կեսով այսպես Ադրբեջանն է, այն մյուս կեսով Տավուշի process-ը։ Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովների այսպես արձանագրությունը դեռ կանոնադրությունը չվավերացրած սկսեցին դելիմիտացիա անել, հա, սահմանազատ։ Որ չանային պատերազմ կլիներ։ Խաղաղություն են բերել։ Հիմա այդ հատվածն ավելի անվտանգ է, քան նախկինում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Խաղաղություն չի լինելու։ Առհասարակ խաղաղությունը կենաց է, Ռազմիկ։ Քաղաքագիտությունը միջազգային հարաբերությունները ունեն շատ ավելի ծանրակշիռ եզրույթներ, ինչպիսիք են անվտանգություն եւ ապահովություն, այս երկու եզրույթները, եւ երկարատև եւ արդար հիմքերով խաղաղություն։ Եթե խաղաղության կոմպոնենտներից այս արդարության կոնցեպտը հանում ենք առհասարակ եւ ստացվում է որ հաղթողը տանում է ամեն ինչ զրոյական արդյունքով խաղ է լինում եթե երկուս խաղում ենք խաղի մեջ ենք բոլոր շահագրգիռ կողմերը իրենց շահերը ապահովում են մեկը չգիտեմ նավթագազային ռեսուրսների մյուսը հանքերի նկատմամբ եւ այլն Հայաստանը ինչ է ունենալու այս ամեն ինչից թղթի մի կտոր որի վրա գրված է խաղաղություն Չէ, բայց դա ներկայացնում որպես կայուն խաղաղության երաշխիք, պարոն Գասպարյան։ Կայուն խաղաղության երաշխիք, գիտեք ինչ։ Ես մի օրինակ բերեմ ֆուտբոլային դիվանագիտությունից։ Դուք այն ժամանակ երևի ուսանող չէիք։ Հիշեք 2008-9 թվականներ Ցյուրիխ, երբ որ Էդվարդ Նալբանդյանը կնքում էր Ամետ Ավթոլուի հետ, այսպես պրոտոկոլների հայ-թուրքական պրոտոկոլները։ Այդ կադրը մինչև իմ մտքից դուրս չի գալիս, թե ովքեր էին ներկա։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինտոն, Խավիեր Սոլանա, ՆԱՏՕ, Լավրով, ով ասես կար այդտեղ։ Այսինքն ամբողջ աշխարհի առաջ պետքարտուղարության քավորությամբ, կնքայլությամբ այդ գործընթացը, որ օրհնություն ստացած, որ ընթանում էր, աշխարհի որոշումների ընդունման քաղաքական եւ ուժային կենտրոնների ներկայացուցիչներն են այդտեղ եւ ինչ եղան այդ պրոտոկոլները գորողի ծոցը չէ ուղարկվեցին մինչեւ գորողի ծոցը ուղարկելը Էրդողանը ինչ էր անում որովհետեւ ուշադրություն չէր դարձնում այդ ամեն ինչին այսինքն աշխարհը չկարողացավ երաշխավորել իր իսկ ներկայությամբ այդ ընդհանուր պրոտոկոլներ որոնք ենթադրում էին սահմանի բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հիմա դու եկել ես անվտանգության երաշերտ ախր ոնց փակագծեր բացեն Լավրովյան պլան Արցախի հարցում ինչ էր ենթադրում անվտանգության երաշերտ մեխանիզմների ներդնում որը առաջիկա 20-30 տարվա համար երաշխավորում էր Արցախի անվտանգությունը եւ Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան ցամաքային կապը Եվ դրա ամբողջ աշխարհը համաձայն էր դրան։ Ադրբեջանն էր ընդդիմանում, չէ՞։ Այսինքն Մինսկի խմբի երանախագահները, որ այդ առաջարկը որդեգրել էին որպես սկզբունք բանակցության, Հայաստանը օքեյ տվել էր, ասեն։
Այդ ոնց եղավ, որ ամբողջ աշխարհը չկարողացավ պարտադրել Ադրբեջանին։ Հիմա սա դուք գալիս եք ինձ հետ խոսում եք, ասում եք, որ խաղաղություն պիտի լա, խաղաղություն պիտի լա միայն մեր հաղթանակով է, միայն Մոնթեն էր ասում։ Դեռ Ռասմուսենն էլ ասում է, պետք է Եվրամիության երկրները պարտադրեն Ադրբեջանին, քանի որ Նիկոլ Փաշինյանը համարձակ քայլ է վերջո կատարել։ Գիտեք, եւ սովորություն է ինձ համար ռազմիկ, հատկապես ձեր եթերում, բացառությամբ իմ թշնամի պետության հոխորտանքների, ես ցանկացած պետության ղեկավարի կամ կազմակերպության նախագահի ասածներ սարկազմով չեմ պատասխանում։ Ես ձերց կմնամ Ռասմուսենին, որ իր հետ նաեւ ես ժամանակին 10 տարի առաջ զրուցել եմ ունեցել, եւ շատ լավ գիտեմ իր դիրքորոշումը որն է։ Ինքը image making-ով է զբաղված։ Ինքը ուրիշ խնդիր չի լուծում, որովհետեւ երբ ինքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար էր, ինքը շատ հստակ պատկերացումներ Արցախյան հակամարտության կարգավորման մասին, որ մասին շատ չէր բարձրաձայնում, ընդամենը չեզոք ինչ որ անատամ հայտարարություններ անելով։ Հիմա ինչ է նշանակում օրինակ Եվրամիության մեկը լինի Եվրամիությանն օգնի։ Այսքան ուկրաինացի ներգաղթյալների ֆոնին, տնտեսական ճգնաժամ, կառավարությունների դելեգիտիմիզացիայի process մեկը լինի Եվրամիությանն օգնի։ Եվրամիությունը ինչ պիտի անի։ Եվրամիությունը կարող է բացառապես, եթե այս հարցում պիտի լուրջ ցարակշիռ մասնակցություն ունենա, ունի 3 քայլ, որոնց մասին ես խոսել եմ։ Ա. Սառեցնել ադրբեջանական մոտավորապես 20-25 հայտնի պաշտոնյաների բոլոր հաշիվները եվրոպական բոլոր բանկերում, որոնք մի քանի միլիարդ գերազանցում են, բացահայտել ամբողջությամբ կոռուպցիոնային սխեմաները եւ մեխանիզմները, ես իրենց լեզվամտածողությամբ եմ խոսում, որովհետեւ եթե ես որպես հայ խոսեմ, ես ուրիշ ձև կպատասխանեմ, ոչ եթերային, թե ինչպես պետք է այս ամեն ինչին արձագանքել, բայց քանի որ Եվրոպան սիրում է խոսել մարդու իրավունքների ժողովրդավարության եւ այլն, ոչ թե բանաձև ընդունի Բաքվում հայ ռազմագերիների վերաբերյալ, այլ կոնկրետ քայլեր, որտեղ բանաձև մնալու է բանաձև պատմության համար։ Ընդամենը մենք հիշատակելու ենք Եվրամիությանը որպես բարի պապիկ, որը այսպես ասեց այո բալես ափսոս էին այդ տղաները։ Ոնց որ մեծ ցեղասպանությունից հետո արեցին, ասին ափսոս էիք։ Եվ ինչ, դատապարտեցին, վերջ։ Դրա համար Ռասմուսենը թե մեկ ուրիշը, ուրիշ պաշտոնյա կլինի։ Նա խնդիրը մեր մեջ է, մենք պիտի որոշենք։ Ոչ թե այս քոսոտ իշխանությունը, մենք պիտի որոշենք ինչ ենք ուզում։ Մենք պիտի թողենք այդ թող ստորագրի։ Ինչպես կայացնել այդ որոշումը, ինչ քայլերով։ Ռազմիկ նայր։ Ոչ մի շարժում չի հաջողել այս ընթացքում։ Մի րոպե, էլի մի րոպե։ Մեծ պրիզմայով ապետ դիտարկել էս ամեն ինչը։ Չկարելի նեղացնել, փոքրացնել։ 78-9 թվականներին ես նմանատ օրինակներ Բալկաններից էլ կարող եմ բերել, ուղղակի մերձավորարվելքը մեր մեծ տարածաշրջանը դրա համար եմ բանում։ Երբ որ Քեմփ Դեյվիդյան բանակցությունները սկսեցին, քանի տարի անցել, արդեն շուտով 50 տարի կլինի։ 50 տարվա ընթացքում մոտեցեք ցանկացած Եգիպտոսու որ երկիրը բան թող դաստորագրել Իսրայելի հետ։ Լավ հարաբերություններ կան, գազային գործակցություն, ֆինանսական Շարմ el-Շեյխից սկսած մինչև Հուրգադա, որտեղ մեր հայրենակիցների մեծ մասը հանգստանում է, իսրայելական կապիտալի ներդրումներն են առհասարակ։ Այսինքն Իսրայելը խուժեց Եգիպտոս։ Դեռ չեմ ասում, որ իրենք սկսեցին կինեմատոգրաֆից։ Մենք խելոք են, մեր նման չէ, որ մի հատ պայքար ենք ուզում բանալ, այնքան ենք մասնատում իրար, այս մեկը լավը չէ, այն մեկը լավը չէ, այս մեկը ամբիոն բարձր, այնքան սկսում ենք անուններ կպցնել, որ պայքարը մոր արգանդում մահանում է, դեռ չսկսած։ Իրենք կինեմատոգրաֆով Եգիպտոսու մտածողության վրա սկսեցին ազդել, բայց այդքանով հանդերձ 1948-ից օրինակներ երկուս են, 48-ից Պաղեստինցին քարով է կռվում, քար հրաժարվեց իր դատից։ Մի քանի միլիոն զոհ է տվել սերնդե սերունդ։ Մի կտոր հողի համար։ Կռիվ է տալիս ինքը իր գոյության իրավունքի համար։ Ու մենք նստած ասենք, թե սա ստորագրեց, հետ կան չէ ստորագրությունը։ Ինչ է եղել, որ կասեր կլասիկա։ Կապիտուլյացիա է ստորագրում, ես չեմ ընդունում։ Դրա համար այդ մնացած օրինակներից պետք է սովորել։ Ասում եմ, Եգիպտոս-Իսրայել այդ հարաբերությունները կան։ Իսրայելը ունի դեսպանություն Եգիպտոսում, Կահիրեում,
Բայց Ադրբեջանն էլ է այսքան հաշվարկում չէ, որ այնպիսի փոփոխություններ է ստիպում անել, օրինակ սահմանադրություն փոխել, միջազգային հայցերը հետ կանչել, որ հետագայում էլ շատ դժվար լինի որևէ գործընթաց անել։ Մի բան ասեմ, Ռազմիկ։ Գիշեք Էրդողանի վերաբերյալ մի քանի տարի առաջ ինչ է ասել ձեզ դեր տաղավարում, որ ինքը Նիկոլի հովանավորն է։ Այո։ Այդպես է։ Այդպես է, չէ՞։ Իր հովանավորն է։ Հիմա մի բան էլ ասեմ, որ հետո ինձ երեսով տակ ասեք, որ ասել ես։ Ալիևը երբեք Նիկոլի նման անհավասարակշիռ ոչ ադեկվատ մարդու հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրել։ Իր խնդիրը ուրիշ է Ալիևի։ Ալիևը շատ լավ հասկանում է։ Հաղորդման սկզբում դա է ասում։ Հայաստանի միակողմանի կապիտուլյացիան բեռ է Ադրբեջանի համար, որի տակից դուրս չի կարողանալ գալ։ Ինքը սկի Արցախ չի մարսել։ Ձեզ թվում է Արցախը մարսել է։ Չի մարսել։ Իշտահին Կացախ։ Այդ բոլոր հարցերի պատասխանները գալու են, Ռազմիկ ջան։ Մենք ապրում ենք այս տարածքում, որ չվերացանք։ Աշխարհը ատամ ունի նաև։ Այս պանթուրանականության կամ նեոօսմանիզմի լկտիացող դրսևորումների պատճառով։ Թուրքիան շատ է պոչով խաղում։ Շատ իրեն վերապահված միջին տրամաչափի դերից ավելիին է ձգտում, ինչը չի թույլատրում մեծ ակումբում։ 1968 թվականից Իրան միջուկային ծրագրի հետևից է։ Թողում են ստեղծի։ Ոչ։ Տարապես միջազգային մի այսպես գաղտնիք էլ բացեմ։ Երբ Հնդկաստանը ունեցավ միջուկային զենք, երբ որ ընդամենը 1978 թվականին 1 տարի առաջ Լահորում իսլամական երկրների կոնֆերանսում հայտարարեցին, որ Պակիստանը ստեղծել է դա։ Զսպող կամ հակակշռող մեխանիզմը պիտի ստեղծեն։ Հիմա Իսրայելը ունի Դամոնայում միջուկային զենք, միջուկային արսենալ, այսպես ասեմ, հա, կամ էներգիա։ Չեն ընդունում։ Թող չընդունեն, իրենց ընդունելով ոչի։ Ես ո գիտեմ նվազագույնը։ Ու գիտեմ Շարլ դե Գոլից սկսած ինչ բանակցություններ են գնացել, ինչպես են Ֆրանսիայի վարչապետին խաբել, ինչպես Ֆրանսիա-Իսրայել միջկառավարական լուրջ հակամարտություններ ստեղծվել, 1.5 տարի դիվանագիտական հարաբերությունները ընդհատվել են, հետո գնացին Վաշինգտոնը միջնորդեց, որ այդ բոլոր հարցերը կարգավորում, ինչեւ դա ուրիշ հարց է։ Բայց Իրանին չեն ստեղծում, տեսեք, չեն թողնում։ Ինչու, որովհետև հենց Իրանը թողեցին հաջորդ պոտենցիալ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան։ Այսինքն կոնտրոլից դուրս է գալու։ Կոնտրոլից այդ ամեն ինչը դուրս է գալու։ Պատահական է համարում, որ Թրամփ-Պուտին հանդիպում ոչ թե Ստամբուլում է տեղի ունենում, այլ Էլ-Ռիադում։ Սաուդյան Արաբիան նոր լուրջ դերակատար է, լուրջ խաղացող է։ Չի կարելի անտեսել այդ ամբողջը։ Եվ քաղաքական սունիզմի դափնին, երբ որ Սաուդյան Արաբիայում են թողնում, ինքը ավելի անվտանգ է, որովհետև ամերիկյան կոնտրոլի տակ է մեծ հաշվով, քան թուրքական նեոօսմանականը, որը փորձում է ինքնուրույնություն ձեռք բերել, ինչը ոչ Իրանի, ոչ Ռուսաստանի, ոչ Միացյալ Նահանգների սերտով չէ, բացառությամբ մեկ պետության, Բրիտանիայի։ Գալու մեզ, թե իրենք որ գան այստեղ ինչ պիտի անենք մենք, կամ եթե այդ հարաբերությունները այդուհանդերձ այդ խաղաղության փաստաթուղթը ստորագրվեց, հաջորդը լինելու է հետևյալը, այս փաստաթուղթը ստորագրվեց, ընդունվում է 5 դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Խաղաղության պայմանագիրը երբեք ու երբեք չի կարող լինել դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի մասին ինչ-որ փաստաթուղթ, կարող է լինել 5 բանակցությունների սկզբունքներ են սրանք, որ մենք իրար չենք պատերազմելու։ Ընդամենը սա։ Թե որքան կտևեն այդ բանակցությունները, Ռազմիկ ջան, թե ինչ սկզբունքներ եւ խնդիրներ կներառվեն այդ բանակցային օրակարգում, ժամանակացույց կտա։ Դեմարկացիա դելիմիտացիա, այ օրինակ այդ փաստաթղթում կա մի կետ, չէ, եթե վեճեր առաջանան, երկու կողմերը կարող են ինչ-որ մի հատ հանձնաժողովի լիազորել, որպեսզի սա ինչ աբսուրդ է, գիտեք։ Սա տխմարության գագաթնակետն է։ Հայաստանը փաստորեն Ադրբեջանի պատվիրակների հետ պիտի փորձի քննարկել, այսինքն ստացվում է, որ դու խաղից հանում ես երրորդ մարդուն, միջնորդին, որը որևէ լիազորություն չունի քո վրա, այսինքն բարձր չէ, սահմանից հանում ես երրորդ երկրը, ում եք հիմարի տեղ դնում։ Ուզում եք ռուսական զորքերը հանեք այստեղից,
ասեք ռուսական զորքեր պիտի դուրս գան այդտեղից։ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով երրորդ երկրի կամ երրորդ պետության բանակ գույություն չունի ադրբեջանական կողմից։ Ես չեմ խոսում թուրքական ստորաբաժանումներ, որոնք վերազինում են, բայց երրորդ երկրի բանակ գույություն չունի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ունի Ռուսաստանի հետ անվտանգային համատեղ պայմանագիր, այսինքն խնդիրը Ռուսաստանը հանել է։ Հիմա լավ հանեցիր երրորդին, ուղիղ շփվում ես իրար հետ, կոնֆլիկտ առաջացավ։ Հայերն ու ադրբեջանցիներն են լուծելու իրար հետ։ Դուք լուրջ եք։ Եվ այլև շատ լավ հասկանում եմ, որ նման այս ամեն ինչի հերանեկար իրենք տեսնում են։ Ռազմիկ ես անկեղծ եմ ասում, շատ լավ ներսից հետևելով նաև ադրբեջանական ներքին խոսույթին, որքան զազրելի լինի, հա, պիտի արդերը տանջատես, որովհետև դու այդտեղ ամենավերջի ստորացած մարդն ես քեզ զգում, թե ինչպես են քեզ վերաբերվում քո մասին խոսում առասարակա հայի կերպարի մասին։ Բայց մի լուրջ հատված էր կա մեջները, որ Փաշինյանի այս քաղաքականությունից զգուշանում է, որ սա չի արտահայտում հայ ժողովրդի եւ Հայաստանի մոտեցումը, որտեղ իրենք գիտեն մեզ, գիտեն արժանապատվության համար մեր կռիվ տալու պատմությունը գիտեն, եւ իրենք շատ լավ հասկանում են, որ սրան հաջորդելու է փոթորիկը։ Դա է պատճառը, որ Ալիևը ընդամենը ձգձգելով փորձում է լրացուցիչ ածանցիալ սկզբունքների վերաբերյալ համաձայնություն ունենալ։ Դրա համար հայ ժողովրդին պարտադրում են գնալ ընտրատեղամասեր եւ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի այս նոր սահմանադրությանը, որ հայ ժողովրդի համաձայնություն ունենան։ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը քիչ է։ 650,000 ձայն ինքը հազիվ 2018-ի շինծու այդ իշխանազավթմանը կարողացավ ինքը ձեռք բերել։ Ինքը 650,000 Նիկոլ Փաշինյանի այսօր եթե կարողանա 200-250,000 ձայն հավաքել իր ամբողջ պետական ապարատն ու ռեսուրսները օգտագործելով, կասեմ ինքը մեր ժամանակների բանն է, Լինկոլնն է։ Գյումրիի ընտրությունները այս առումով լակմուսի թուղթ կլինեն, թե ոչ։ Գուցե, ինչու ոչ։ Բայց այստեղ շատ մի կարևոր հանգամանք կա, որ իշխանական մանիպուլյացիաները ինչպես են անում, փորձում են երկրորդ համարի տակ տեսնել մի տեխնացուի, որին մանիպուլացնելը ավելի շահավետ է եւ ավելի նպատակահարմար եւ ավելի հեշտ, քան դիցուկ Մարտուն Գրիգորյանին կամ Ռուբեն Մխիթարյանին։ Հիմա իրենք կկարողանան Ռուբեն Մխիթարյանին կուտ տալ 1000 ներողություն։ Երազում չեն տեսնի։ Դե դրա համար անում են այն, ինչ անում են այսօր։ Ասենք ամենամեծ Ռուբենի նկատմամբ ամենամեծ կոմպրոմատը այն է, որ 1 տարի հետո բան վարորդական իրավունք չես ունենալ։ Դուք ինչ մարմնի որ հատվածով եք մտածում, հետաքրքիր է։ Սա է ձեր կոմպրոմատը։ Եվ մի մարդու, որը ամբողջ կյանքը, իր ամբողջ ստեղծագործական կյանքը վերելքի, պրոֆեսիոնալիզմի եւ անկաշար հայրենասիրության օրինակ է, էլի, այդ մարդուն։ Գոնե իրենից կարելի է սովորել, ինչպես պետք է ապրել, ինչպես հայ մնալ, ինչպես փող աշխատել, ինչպես կապեր ստեղծել, ինչպես մտածողություն ունենալ։ Այդպիսի բաներ սովորում ոչ թե որ ասեք, որ բան չի եղել։ Նույնը հիմա որ օրինակ Վարդան Ղուկասյանն փորձում են իրենք երկրորդ համար բերել, այդ կոմպրոմատների դոսիեով կամ թղթածրարով, թղթապանակով փորձելու են իրեն ճնշել։ Այստեղ է որ պետք է զգուշ լինել, եւ եթե Վարդան Ղուկասյանը համարի եւ համարի, որ սևակի խոսքերով ԿՊ-ի հետ չկա իշխանություն կազմելու որևէ տարբերակ, բացառված է, Գյումրին կդառնա այն լակմուսի թուղթը, որով հնարավոր կլինի Հայաստանում փոխել այն ձանձրալի վիճակին, արդեն ձանձրալի է, ոչ թե հետաքրքիր կամ հետաքրքիր, ձանձր են սրանք, ձանձրալի են։ Բայց նաև վտանգավոր։ Չանցում է քաղաքական մետաստազ են վաղուց։ Բայց որոշումներ են կայացնում, ստորագրություններ են դնում տարբեր փաստաթղթերի տակ, կատարվում են։ Ասադին էլ թողեցին 13 տարի այդպես անի։ Ասացին արաբերեն ասացված կարելի։ Դիմացինիդ փչի սարքի։
Թող լավ զգային են վերջում մի ասեղի հարվածով հնարավոր ոչինչ Ով է ասեն։ դնելու այդ ասեղի հարվածը այս փուչիկի վրա։ Տեսնենք էլի։ Տեսնենք, գործընթացների նկատմամբ պետք է ունենալ հավատ։ Կռիվը չպետք է դադարեցնել։ Հենց այն օրը, որ մենք Ռազմիկ ջան, ցավը տանեմ, հենց մենք այն օրը ասեցինք, որ վերջ հոգնեցինք, կռիվ չենք տալու։ Մենք տանուլ ենք տալու ամեն ինչ։ Ոչ թե որ ֆիզիկապես կամ չգիտեմ ինչ։ Նիկոլ Փաշինյան, նիկոլիզմը հավասար է հայության պարտադրված պայքար։ Քանի կա Նիկոլ Փաշինյանը իր մտածողությամբ, հայ ժողովուրդը պարտավոր է պայքարել։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Կամ պիտի դառնանք ցնցոտի թափառաշրջիկ։ Եվ ասեմ ձեզ, չմտածեք, որ այս տարածքի, այս հողի համար կռիվ տվող չկա, արյուն թափող չկա։ 20 ազգ կա, որ սպասում են դու սայթաքես։ 5 քառակուսի մետր հող ունենան, իրենց ազգային դրոշը տնկեն եւ ասեն մենք պետություն ենք։ Չիմանաք, որ մարդիկ չկան, ազգեր չկան, լավ էլ կան։ Սպասում են, որ դու սխալվես։ Այնպես որ ուզում է արմտարեն լավ արտահայտություն կա։ Ուզեսն է, չուզեսն է, սիրեսն է, չսիրեսն է, ուզես, չուզես, սիրես, չսիրես, այս կռիվը պիտի տրվի։ Որովհետև այդ կռիվը տալու համար դու ունես ամենամեծ ներշնչման աղբյուրը։ Ոչ միայն հեռանկարը դեպի արևը գնալը եւ այլն։ Վերջին 30 տարում դու 15000 տողարուն ես թափել այստեղ։ 15000 գարուն դարուն ես թափել։ Կամ տերը կկանգնես այդ ամեն ինչի։ Կամ էլ եթե քեզ համար, ինչպես ոմանց համար, սեփական եղբոր հուշարձանը պաղծելը նորմալ սովորական երևույթ է։ Ինձ համար Եռաբլուրի խորհուրդը պաղծելը նշանակում է ինքնաոչնչացում։ Ազգ իրավունք չունի ապրելու, եթե ինքը դեռ չկանգնելու իր գերեզմաններին։ Իսկ դրանք սոբ գերեզմաններ են։ Սովորական անձավորների գերեզմաններ չեն։ Այդ տղերքի շնորհիվ որ մենք այսօր նստած ենք ստեղ։ Այնպես որ կռիվը պիտի տրվի, ուզում է 1000 նիկոլ կա, ուզում է, չգիտեմ, ճիկոլ։ Շնորհակալ եմ ձեզ հետ։ 168 TV-ի եթերում ռևյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։